Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Ինչով են տարբերվում հասարակական կարծիքը, մեր գուշակումները, տեսակետները իրական հավատից։ Եթե մեկ նախադասությամբ պատասխանենք, ապա կարծիքները, գուշակությունները, տեսակետները համընդհանուր են, ձևավորվում են մարդկանց կողմից։ Իսկ հավատը խիստ անձնական է եւ այն գալիս է ի վերուստ։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Հիսուս հարցնում է իր աշակերտներին. «Մարդիկ իմ մասին ինչ են ասում, ով է մարդու որդին»։ Այդ հարցը նա տալիս է ոչ թե կարծիքներ հավաքելու, ոչ թե այսպես ասած սոցիոլոգիական հարցում է անցկացնում։ Նա շատ լավ գիտի, թե մարդիկ իր մասին ինչ են մտածում։ Նրա նպատակն է որոշակի ճշմարտություն բացահայտել իր աշակերտների եւ հետեւաբար մեր համար։ Առաքյալները տարբեր պատասխաններ են տալիս։ Հովհաննես Մկրտիչ կամ Եղիա մարգարե կամ Եսայի մարգարե, այդպես են մարդիկ, այն ժամանակ այդպես էին մարդիկ Հիսուսի մասին մտածում։ Այդ պատասխանները թեև բարձր կարծիք են արտահայտում, բայց սխալ են։ Հասարակական կարծիքը Հիսուսի մասին համարում էր նրան Աստծո կողմից ուղարկված հրաշքներ գործող մի մարդ, բայց ոչ Աստված։ Եվ որպիսի դեպի անձնականը, ներքինը շրջադարձ կատարվի, Հիսուս հաջորդ հարցն է տալիս. իսկ դուք ինչ եք կարծում։ Սիմոն Պետրոսը պատասխանում է. դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Եվ Հիսուս քաջարելերով իր աշակերտին արձագանքում է, որ այդ պատասխանը Պետրոսին տվել է ոչ թե արյունը կամ մարմինը, այլ իր հայրը, որ երկնքում է։ Քրիստոս այսպիսով ոչ մեկի վզին չի փաթաթում իր ինքնությունը, բայց հնարավորություն է տալիս մեզ ճիշտ եզրակացության գալ, ղեկավարվելով ոչ թե կարծիքներով, ոչ թե ենթադրություններով, ոչ թե նույնիսկ տրամաբանությամբ, այսինքն ոչ թե արյամբ կամ մարմնով, այլ հենց հայտնությամբ։ Բայց պատահական չէ, որ կարծիքների այդ համատեքստում ի հայտ է գալիս Եղիա մարգարեի անունը։ Այդ մարգարեն ապրում էր Քրիստոսից առաջ 9-րդ դարում, հոգևոր ճգնաժամի պայմաններում, երբ չափազանց տարածված էր բաղաղի հրեաների համար խիստ անընդունելի, դատապարտելի պաշտամունքը։ Դրա դեմ էր Եղիայի անզիջում եւ կոշտ պայքարը։ Եղիան ոչ թե մահացավ, այլ Աստված նրան վերցրեց իր մոտ, կրակե կարգով եւ կրակե ձիերով։ Ինչու այդպես եղավ։ Դրա մասին ուղիղ բացատրություն հին կտակարանում չկա։ Իսկ հետագայում աստվածաբանները տարբեր մեկնություններ էին տալիս, այդ թվում հետևյալը. Եղիայի նախանձախնդրությունը իհարկե գովելի էր, բայց անհրաժեշտ էր ուրիշ մեկը, որը ոչ թե պարզապես ոչնչացնելու է չարիքը, այլ ապրելու է մեղավոր մարդկանց մեջ եւ փրկության ճանապարհ է ցույց տալու։ Եղիան մի քանի անգամ հիշատակվում է Ավետարանում եւ մենք դրա մասին դեռ կխոսենք։ Բայց այսօրվա մեր թեմայի շրջանակներում կարևոր է հետևյալ պատմությունը։ Ղուկասի Ավետարանում կա այսպիսի դրվագ. Հիսուս ուղարկում է իր պատգամավորներին սամարացիների մի գյուղ նրա գալու համար պատրաստություն տեսնելու համար։ Բայց սամարացիները չեն ընդունում Քրիստոսին։ Մենք արդեն դրա մասին խոսել ենք։ Հրեաների եւ սամարացիների միջև դավանանքի պատճառով խիստ հակասություններ կային։ Եվ Հիսուսի աշակերտները Հակոբոսը եւ Հովհաննեսը, երբ դա տեսան, վրդովվեցին եւ ասացին. ուզում ես ասենք, որ երկնքից կրակ իջնի եւ բնաջնջի նրանց։ Այստեղ հետաքրքիր մանրամասն կա, որը տարբերում է մեր հայկական դասական թարգմանությունը որոշ այլ թարգմանություններից, որտեղ հավանաբար ավելի ուշ շրջանում ավելացվել է հետևյալը. կրակ իջնի եւ բնաջնջի, ինչպես որ Եղիան է արել։ Դա կարծում եմ ավելացվել է, որպեսզի հաջորդ դարերի ընթերցողները հասկանան համատեքստը եւ կապը հին կտակարանի հետ։ Բայց բոլոր դեպքերում հենց դա նկատի ունեին Հակոբոսն ու Հովհաննեսը, առաջ հենց այդպես էին պատժվում մարդիկ, երբ հակառակվում էին Աստծո կամքին։ Ինչպես էր նման իրավիճակում վարվում Եղիան։ Թագավորությունների 4-րդ գրքում կա այսպիսի մի պատմություն։ Թագավորներից մեկը, որը բաղաղին, այսինքն կրկնեմ, կեղծ կուրքի էր երկրպագում,
Եղիայի մոտ 50 հոգանոց ջոկատ է ուղարկում եւ այդ ջոկատի հրամանատարը ասում է մարգարեին, որը նստած էր սարի վրա. Աստծո մարդ, իջիր, որ քեզ տանեմ իմ արքայի մոտ։ Եղիան ոչ բանակցությունների մեջ է մտնում այդ մարդու հետ, հարյուրապետի հետ, ոչ էլ փորձում է նրան ինչ-որ բան բացատրել կամ հասկացնել։ Շատ կտրուկ պատասխան է տալիս. Եթե ես Աստծո մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ կործանի քեզ ու քո 50 զինվորներին։ Եվ այդպես էլ տեղի է ունենում։ Հիմա տեսնենք, թե ինչպես է արձագանքում Քրիստոս Հակոբոսի եւ Հովանեսի իմպուլսիվ առաջարկին։ Եկեք կրակ թափենք սամարացիների վրա եւ ոչնչացնենք նրանց։ Հիսուս կշտամբում է իր աշակերտներին եւ ասում է շատ կարեւոր մի միտք. Չգիտեք թե որ հոգուց եք դուք, որովհետեւ մարդու որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու։ Հին բնագրերում դարձյալ այդ բացատրությունը, այդ մեկնաբանությունը չկա։ Հիսուս պարզապես արգելում է իր աշակերտներին նման վրեժխնդրությունը եւ նրանք գնում են մի ուրիշ գյուղ։ Ուշադրություն դարձրեք, Հիսուս չի ասում Եղիան սխալ էր։ Նա պարզապես ցույց է տալիս, որ այն ժամանակները, երբ հարցերը այդպես էին լուծվում, իր համար արդեն ավարտվել են։ Բայց կրակ անշուշտ պետք է լինի։ Կարևորը թե ինչպիսի կրակ է դա, ինչի համար է այդ կրակը։ Երրորդ դարի հույն քրիստոնյա աստվածաբան Օրիգենեսը, իսկ ավելի ուշ Սուրբ Գրիգոր Նարեկացին խոսում էին ներքին կրակի մասին։ Այդ կրակը այո ցավ է պատճառում, բայց մարդուն չի կործանում, այլ հակառակը։ Նա այրում է մեր մեջ մեր մեղքերը, մեր մանր էգոիստական կրքերը։ Այրիր ինձ Տեր, ասում էր Նարեկացին, վերաշարադրում եմ աշխարհաբար, բայց ոչ թե որպես դատավոր, այլ որպես բժիշկ։ Թող քո կրակը մտնի իմ հոգու խորքը եւ մոխիր դարձնի այն, ինչ մահացած է, բայց պահի կենթանի այն, ինչ դու ես ստեղծել։ Այդ կրակը մենք մեր մեջ բորբոքում ենք կամավոր, եւ դա ի վերջո Աստծո սերն է։ Սպասել կամ ակնկալել, որ վերևից ինչ-որ կրակ կթափվի, որը կոչնչացնի այն մարդկանց, որոնք մեր կարծիքով սխալ ճանապարհով են գնում, մանավանդ հաշվի առնելով, որ այդ կարծիքը կարող է ամենևին մարգարեական չլինել, թե մեր մեջ բորբոքել կրակը, որը կայրի մեր մեղքերը։ Ընտրությունը մերն է։